ինչ հիմնական դրույթները պարտադիր ձևաչափով հունվարի 1-ից ուժի մեջ մտնելը նաև կամավորության սկզբունքով էր արկա տարեվերջին, հա, մի քանի ամիս գործատուները հնարավորություն ունեին նոր աշխատանքի ընդունվողների պայմանագրերը կնքել այս նոր ձևաչափով, նոր գործիքակազմով։ Խնդրեմ Տիկին Պողոսյան, դուք ներկայացրեք, թե այս ընթացքում քանի գործատու է արդեն կնքել, համակարգը որքանով է աշխատել, խնդիրներ եղել են թե չեն եղել եւ արդյոք այս հունվարի 1-ից սպասվող հոսքին համակարգը պատրաստ է։ Շնորհակալություն։ Ինչպես արդեն նշվեց, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը համակարգը արդեն իսկ գործարկվել էր 2025 թվականի հոկտեմբեր ամսվանից ու գործատուները հնարավորություն են ունեցել կամավորության սկզբունքով ստեղծել էլեկտրոնային փաստաթղթեր։ Նշեմ, որ աշխատանքային պայմանագրերի թիվը կազմել է 433 աշխատանքային պայմանագիր կնքված եւ գործատուի եւ աշխատակցի կողմից եւ 1525 թվով աշխատանքային պայմանագիր ընդհանուր համակարգի կողմից է ստեղծվել, բայց դեռ ստորագրված չի եղել աշխատողի կողմից։ Համակարգը կարելի ասել ամբողջությամբ պատրաստ է ապահովելու աշխատանքային հարաբերությունների թվայնացումը եւ բոլոր էլեկտրոնային փաստաթղթերի կնքումն ու ստորագրման գործընթացը ապահովել եւ համակարգի լիարժեք, այսպես ասած, լիարժեք պատրաստ լինելու հետ կապված կարող եմ ասել, որ այո, համակարգը պատրաստ է։ Այս մասով եթե կարելի է կարճ լրացում 433 պայմանագիրը, որ իմ գործընկերը նշեց, վերաբերում է ընդունվողներին, այսինքն մենք 25 թվականի ընթացքում չէինք կարող համակարգ մուտքագրել ընդունված աշխատողների պայմանագրերը։ Ընդունված աշխատողների պայմանագրերը հնարավոր է մուտքագրել այս տարվա հունվարի 1-ից սկսած, եւ այդ մասով մենք 1 տարի ժամանակ ենք նախատեսել մինչև 26 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նաև նշեմ, որ 25 թվականի դեկտեմբերի 25-ի կառավարության նիստով ընդունվեց նաև համապատասխան կառավարության որոշումը, որի նպատակը հենց այդ ընթացակարգերի սահմանելն է, թե ինչպես են պայմանագրերը թղթային եղանակով, որը որ կնքվել են տարիներ շարունակ, տեղափոխվելու հարթակ։ Եվ պետք է նաև այս մասով նշեմ, որ այդ տեղափոխությունը չի նշանակում, որ աշխատողը նոր է ընդունվում աշխատանքի։ Ընդամենը իր պայմանագիրը, որը կա, գործող է, տեղափոխվում է թվային հարթակ, որպեսզի մեր ամբողջական տեղեկատվությունը ունենանք եւ միասնական նույն ձևաչափով եւ ունենանք նույն մեկ հարթակի մեջ։ Այդ նպատակով նաեւ կա համապատասխան կառավարության որոշում, որը ինչպես նշեցի, մի քանի օր առաջ է ընդունվել։